Բարեզ շանքի եթերը շարունակում է հորիզոնը։ Վարչապետը երեկ այցելել ու շրջել է Գյումրիում։ Գյումրեցու և փառաքարցու ընտրությունը մեզ համար օրենք է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Գյումրիի և փառաքարի թիմ ընտրություններին ընդառաջ Գյումրիում տեղի ունեցած գալամիջոցառման ժամանակ։ Վարչապետն ընդգծել է, որ 2018-ի հեղափոխությունից հետո փակված է այն էջը, երբ իշխանություններն ընտրություններ էին կեղծում։ Գյումրիում և փառաքարում տարբեր հանգամանքներում են արտահերթ ընտրություններ նշանակվել, բայց կարևոր է ընդգծել, թե ինչ հանգամանքներում և ինչ պատճառով է Գյումրիում մասնավորապես տեղի ունենում արտահերթ ավագանու ընտրություններ։ Եվ իրականում կարծում եմ ընտրությունների պատճառը նաև որոշակիորեն քաղաքականացման մակարդակը ընտրությունների մեծացրել է։ Կուսակցության հարգելի ընկերներ, վերջին տարիներին մեզ ամենաշատը ինչի համար են քննադատում։ Մեզ ամենաշատը քննադատում են նրա համար, որ մենք հեղափոխությունից հետո խոստանալով թալանվածը հետ վերադարձնել, այդ գործում այնքան էլ մեծ հաջողություններ չունենք։ Իրականում ես պիտի չհամաձայնվեմ այս տեսակետի հետ և այն, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, ինչ-որ առումով այդ գործընթացում մեր ինստիտուցիոնալ հաջողության ուղղակի վկայություն է։ Ինչ նկատի ունեմ, ուզում եմ հիշեցնել, թե Գյումրիի ավագանում, երբ խնդիր առաջացավ, երբ Հայաստանի Հանրապետության վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների և նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը սև բերդը սեփականաշնորհվել է ապօրինի ձևով և պետք է վերադարձվի համայնքին։ Գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված կարգով դիմեց Գյումրիի ավագանուն, որպեսզի ավագանին դիմի դատարան այդ գույքը, ապօրինի սեփականաշնորհված գույքը համայնքին վերադարձնելու համար։ Իհարկե որոշակի պայմաններում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանին Գյումրիի հանդես եկավ նախաձեռնությամբ և այդ պայմաններում ըստ էության ավագանին կողմ քվեարկեց, բայց պիտի պարզվեր, որ դրանով աշխատանք ավարտված չէ և Գյումրիի քաղաքապետարանը պետք է դատարանում պաշտպանի այդ հայցը, բայց ամենակարևորը ներդրվում է նոր ինստիտուտ, հենց կոնկրետ Գյումրիում, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում, որը արդեն ոչ թե քաղաքական որոշումների, ոչ թե քաղաքական նյարդերի, այլ ինստիտուցիոնալ ձևով պետք է Գյումրիում և Հանրապետության մնացած համայնքներում իրականացվի ապօրինի սեփականաշնորհված, ժողովրդական լեզվով ասած, թալանված կամ գողացված գույքը։ Ահա այստեղ է, որ առաջացավ քաղաքական ճգնաժամ և ըստ էության Գյումրիի ավագանու մեծամասնությունը հրաժարական տալով հայտարարեց, որ ինքը հրաժարվում է սպասարկել այդ օրակարգը։ Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ և ավագանու ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։ Սա շատ կարևոր է արձանագրելու համար։ Եվ այս ընտրությունները իրականում հենց այս համատեքստը և այս ենթատեքստը ունեն։ Բայց միջև այդ համատեքստին ու ենթատեքստին անդրադառնալը սա շատ լավ առիթ է, որպեսզի մենք ի վերջո համակարգված ձևով արձագանքենք այդ մեղադրանքներին։ Արդյոք մենք հետևողական ենք ժողովրդից թալանվածը վերադարձնելու ճանապարհին, թե այնուամենայնիվ մենք գնացել ենք այդտեղ կոմպրոմիսների, մեր քաղաքական կամքը նվազել է, մեր վճռականությունը նվազել է և մենք հետ քայլեր ենք արել։ Ես կարող եմ միանշանակ ասել ոչ, մեր կամքը ոչ միայն չի նվազել, մեր կամքը դարձել է պետական ինստիտուտ,
Եվ այլևս ապօրինի գույքի վերադարձը կախված չէ նույնիսկ քաղաքական կամքից։ Դա այլևս իրավական գործընթաց է եւ վերջին տարիներին մենք մի քանի նոր ինստիտուտներ ենք ստեղծել, այսօր ես ուզում եմ արձանագրենք, թե ապօրինի գույքի վերադարձի քանի ինստիտուտ կա այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Դրանցից մեկը քրեական գործերով գույքի բռնագանձման համակարգն է։ Այդ համակարգով մենք արդեն իսկ ունենք բռնագանձված եւ պետությանը եւ ժողովրդին վերադարձված գույքեր։ Երկրորդ համակարգը պետական շահերի պաշտպանության համակարգն է, որով նույնպես այս տարիներին վերադարձվել են եւ հիմա էլ վերադարձվում են գողացված գույքեր, ապօրինի սեփակ կանաչնորված ապօրինի ձեռք բերված գույքեր։ Հաջորդը ապօրինի գույքի վերադարձի համակարգն է, որով արդեն Հայաստանի Հանրապետությունում կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ։ Հաջորդը համայնքային շահի պաշտպանության ինստիտուտն է, որը ելի նոր հիմնադրված ինստիտուտ է եւ որով արդեն Հայաստանի Հանրապետությունում կան վերադարձված գույքեր։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր պաշտոնական այց կկատարի Հնդկաստան։ Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարի հետ։ Նախատեսված է նաև այլ հանդիպումներ եւ քննարկումներ, այդ թվում համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում է մեր երկու երկրների միջև բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Սպասում եմ Նյու Դելիում մեր քննարկումներին միտված առավել խորը համագործակցության նոր ուղիների բացահայտմանը, ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ, այցից առաջ ընդգծել է նախարար Միրզոյանը։ Իսպանիայի խորհրդարանի падգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով Ադրբեջանի կողմից քարոզչական դաշտ նետված, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան նարատիվը պատմությունը վերաշարադրելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրագործած էթնիկ զտումներն արդարացնելու եւ Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելու նպատակ է հետապնդում։ Իսպանիայի խորհրդարանի падգամավորն այս մասին ասել է Armenpress-ի թղթակցի հետ զրույցում։ Նրա բնորոշմամբ Ադրբեջանը նման հայտարարություններով նպատակ ունի դիվանագիտական եւ քաղաքական ճնշում գործադրել Եվրամիության վրա։ Անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանից հնչող դժգոհություններին եւ առաքելության գործունեության դեմ քարոզչություն իրականացնելու Բաքվի նպատակներին, падգամավորը նշել է, որ Ադրբեջանի բողոքները կարող են ի հայտ գալ նաեւ երրորդ երկրների, մասնավորապես Թուրքիայի կամ Ռուսաստանի ճնշումների հետևանքով։ Առաքելությունը կոչված չէ մի կողմին մյուսի նկատմամբ գերադասելու, ոչ էլ հետախուզական գործունեությամբ է զբաղվում։ Նրա հիմնական նպատակն է նպաստել տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը, ինչն անշուշտ հակասում է հերթական անգամ Հայաստան ներխուժելու Ադրբեջանի փորձերին, նկատել է Ինյարիտուն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իրաքի Fox News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու իր որոշումը։ Նրա խոսքով Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ Վաշինգտոնի ռազմական օգնության դեպքում։ Բացի այդ, Ամերիկայի ղեկավարը եւս մեկ անգամ հանդիմանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որն ըստ նրա երախտապարտ չէ Միացյալ Նահանգների օգնության համար։ Այնուամենայնիվ Սպիտակ տան ղեկավարն ակնկալում է, որ Զելենսկին կվերադառնա Վաշինգտոն եւ Ուկրաինայում հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքը կստորագրվի։ Միջազգային մյուս լուրերը ներկայացնենք տեսաշարով։ Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Երեք երկրները զորավարժությունները կսկսեն մարտի 11-ին Իրանի հարավ-արևելքում Օմանի ծոցի ափին գտնվող Չաբահար նավահանգստում, հաղորդում է տեղական Թասնիմ գործակալությունը, չճշտելով զորավարժությունների տևողությունը։ Զորավարժություններին որպես դիտորդներ կմասնակցեն Ադրբեջանը, Հարավային Աֆրիկան, Օմանը, Ղազախստանը, Պակիստանը, Քաթարը, Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Շրի Լանկան, փոխանցում է Deutsche Welle-ն։ Նշվում է նաեւ, որ իրանական բանակը փետրվարին արդեն վարժանքներ է անցկացրել նույն շրջանում, ամրացնելու իր պաշտպանությունը ցանկացած սպառնալիքից։ Չինաստանի պաշտպանության նախարարությունը, որը զորավարժություններն անվանել է անվտանգության պարտատոմս 2025, զորավարժություններին կուղարկի կործանիչ եւ մատակարարման նավ։ Այս երեք երկրների մասնակցությամբ նմանատիպ զորավարժություններ տեղի են ունեցել 2019-ին, 22-ին, 23-ին եւ 2024 թվականներին, պարզաբանում է իրանական Մեհեր գործակալությունը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ պաշտոնապես չի հայտարարել կայանալիք զորավարժությունների մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գրեթե վերսկսել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, հայտնում է Reuters-ը։ Նա նաև ասել է, որ լավ արդյունքներ է ակնկալում Սաուդյան Արաբիայում ամերիկացի եւ ուկրաինացի պաշտոնյաների առաջիկա բանակցություններից։ Ես հավատում եմ, որ այս շաբաթ մենք մեծ առաջընթաց կունենանք, նշել է Թրամփը։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ հակամարտության կարգավորման եւ ամերիկյան շահերը առաջ մղելու հարցով պետքարտուղար Մարկո Ռյուբոն մարտի 10-ից 12-ը կայցելի Սաուդյան Արաբիա հանդիպելու եւ բանակցելու ուկրաինական պատվիրակության հետ։ Շարունակում է լարված մնալ իրավիճակը Սիրիայում։ Ավելի քան 1000 մարդ, որոնցից 3/4-ը խաղաղ բնակիչներ են, դարձել են Սիրիայի ափամերձ շրջաններում բախումների զոհ։ Նման տվյալներ են հաղորդում լրատվական գործակալությունները, վկայակոչելով սիրիացի իրավապաշտպաններին։ Երկրի արևմուտքում բռնությունները չեն հանդարտվում արդեն մի քանի օր։ Սիրիական նոր կառավարության Թահրիր ալ-Շամ իսլամիստական խմբավորման ներկայացուցիչները հայտարարել են խմբավորումների ապստամբության մասին, որոնք հավատարիմ են մնում պաշտոնանկ արված նախագահ Բաշար ալ-Ասադին։ Սակայն լրատվական գործակալությունները հաղորդում են, որ բախումների պատճառ է դարձել Սիրիայի նոր կառավարության կողմից իրականացվող զանգվածային հաշվեհարդարները կրոնական փոքրամասնություն կազմող ալավիների դեմ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռյուբոն հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները պարտավոր են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հարձակվել են երկրում փոքրամասնությունների վրա։ Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական իսլամիստ ահաբեկիչներին, այդ թվում օտարերկրյա ջիհադիստներին, որոնք վերջին օրերին սպանում են մարդկանց Արևմտյան Սիրիայում, ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատում է, որ 3 առավոտյան ավիահարված է հասցրել հյուսիսային Գազայի հատվածին։ Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը պնդել է, որ թիրախավորել է ահաբեկիչների մի խումբ, որոնք փորձել են ռումբ տեղադրել զորքերի տեղակայման հատվածում։ Պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդում են, որ 2 մարդ է զոհվել Գազա քաղաքի արևելյան Շեջայա թաղամասում տեղի ունեցած հարվածի հետևանքով։ Հարվածն իրականացվել է իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքով, այլ ոչ թե հրետանային ռմբակոծությամբ, հաղորդել են պաղեստինյան լրատվամիջոցները։ Իսրայելական կողմի բանակցողները այսօր Դոհայում Եգիպտոսի, Քաթարի եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ փորձելու են վերականգնել հրադադարի մասին համաձայնագիրը։ Երեկ Իսրայելը դադարեցրել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված։ Իսրայելի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ կօգտագործեն իրենց ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, որպեսզի ազատեն բոլոր պատանդներին։ Համասը դատապարտել է Գազայի էլեկտրամատակարարումը դադարեցնելու Իսրայելի որոշումը, իսրայելական կողմին մեղադրելով էժան եւ անընդունելի շանտաժի մեջ։ Կանադայի իշխանական լիբերալ կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Մարկ Քարնին։ Նա կփոխարինի երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոին, ով այս տարվա հունվարին հայտարարել էր պաշտոնից հեռանալու մտադրության մասին։ Քվեարկության արդյունքներով Քարնին ստացել է 85.9%։ Նա 59 տարեկան է, Հարվարդի եւ Օքսֆորդի համալսարանների շրջանավարտ է, տնտեսագիտության դոկտորի կոչում ունի։ Քարնին նախկինում ղեկավարել է Կենտրոնական բանկն ու համակարգել ֆինանսական ճգնաժամերի հաղթահարման միջոցառումները Հյուսիսային Ամերիկայում եւ Մեծ Բրիտանիայում։ Ես ձեզ խոստանում եմ, որ միասին մենք կարողանանք հաղթահարել այս ճգնաժամը, հայտարարել է կառավարության ապագա ղեկավարը։ Ավելի վաղ նա ամերիկյան մաքսատուրքերը համարել էր երկրի գլխավոր սպառնալիքը։ Կանադան երբեք ոչ մի ձևով չի դառնա Ամերիկայի մի մասը, ասել է Քարնին իր աջակիցների առջև ունեցած ելույթում։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Այսքանն ենք առանձնացրել այս ժամի համար, կհանդիպենք ժամը 18-ին առայժմ։